Լսեք, շատ կարևոր բան եմ ուզում, որ դուք տեսած լինեք։ Աստված զարմանալ ձևով ստեղծեց կնոջը ու ոչ մի ձևով նկարագրված չի, թե ինքը ոնց էդի արեց։ Նա ուղղակի ասում է։ Բայց գիտեք, մի քանի բան, առնվազն մի 5-6 բան ուզում եմ ասեմ։ Տեսեք, առաջի բաներից մեկը, որ ինքը վերցվեց մարդուց։ Այդ նշանակում է, որ պետքա մարդով էլ պաշտպանված լիներ։ Աստված շատ առեղծվածային գործ անում, գաղտնի է անում ու էդի Ադամի աչքերից զուրկ անում, որ Ադամը անկարծ չտեսնի այդ երևույթը։ Ինչու՞, որովհետև հարցը նրանում չի, որ ինքը չէր վստահում Ադամին։ Հարցը նրանում է, որ Ադամի համար դա պետքա միշտ բացահայտման թեմա մնա, որ ինքը միշտ իր կնոջը բացահայտի։ Երկրորդ բանը, ուզում եմ, որ դուք տեսնեք, որ այդ գաղտնիությունը իր մեջ մշտական գանձերի դուռ է բացում, սիրելի կանայք, դուք ուշադիր եղեք, ես ձեր մասին եմ խոսում, որ դուք ձեզի չփչացնեք օտար բաներով, դրան դեր կանդրադառնաք։ Նայեք ինչ հետաքրքիր բան ենք մենք տեսնում։ Հետո տեսնում ենք, որ կնոջ հետ միասին եկավ մյուս կարևոր հասկացողություն այս աշխարհի մեջ, դա մարդ-մարդ հարաբերությունն է։ Բոլոր կանանց միջոցով մարդ-մարդ հարաբերության այս կրակը գալիս է կնոջ միջոցով։ Այսինքն, երբ որ Աստված ստեղծեց Եվային, հələ մինչև ընտանիք սարքելը մարդ-մարդ հարաբերությունը եկավ կնոջ հետ միասին։ Մարդ-մարդ հարաբերությունը, ոչ թե մարդ-մարդ սպանությունը։ Մարդ-մարդ հարաբերությունը եկավ կնոջ միջոցով։ Ուշադրություն դարձեք։ Այսի մյուս կարևոր սկզբունքն է, որ ուզում որ դուք տեսած լինեք։ Երբ որ եկավ մարդ-մարդ հարաբերությունը, ուրեմն մարդ-մարդ հարաբերության գլխավոր աշխատանքը ով է պահում։ Կինը։ Կինն է պահում իր տան մթնոլորտը մարդ-մարդ հարաբերության։ Կինն է պահում այս հասարակության հարաբերությունը, դա եկեղեցին է։ Լսեք, կնոջ միջոցով եկավ մարդ-մարդ հարաբերության գլխավոր գաղտնիքը։ Դրա համար Աստծո խոսքը, որ ասում է սիրի քո ընկերոջը քո անձի պես, այդ հասկացողությունը եկել է կնոջ հետ միասին։ Ես ուզում եմ, որ այստեղ գաղտնիք վերցնենք մեզ համար։ Մյուս կարևոր սկզբունքը, որ ուզում եմ հասկանանք, ընտանիքի հասկացողությունը նույնպես եկավ կնոջ մեջ, կնոջ հետ միասին։ Դրա համար կանայք կամ ընտանիքը քանդում են կամ ընտանիքը կառուցում են։ Ամեն տեսանկյունով, ամեն կողման է։ Ուրեմն ընտանիքի հասկացողությունը եկավ նույնպես կնոջ միջոցով, որովհետև Ադամը մարդ Աստված հարաբերության մեջ էր, բայց կնոջ միջոցով եկավ ընտանիքի հասկացողություն նաև։ Ավելին ասեմ ձեզ, եկավ նաև որդեծնության գաղտնիքը։ Այսինքն նաև կնոջ միջոցով կինը դարձավ, գիտեք ինչ, նոր սերունդների ազատագրման կառույց։ Կնոջ միջոցով նաև նոր սերունդներ էին սկսում այս աշխարհի մեջ բացվել։ Այսինքն սերունդի գաղափարն էլ է կնոջ հետ միջոցով եկել այս աշխարհի մեջ։ Իսկ այս ամեն ինչը ով պետքա պաշտպանի։ Տղամարդ։ Դրա համար տղամարդիկ կռիվ են տալի, մեկ իր կնոջը կպնում է, հարցերը շատ բուրդ է։ Եթե մեկ ինչ որ սխալ բան է ուզում անի իր սիրածի, իր սիրեցյալի նկատմամբ, յուրաքանչյուր տղամարդ շատ վտանգավոր է դառնում այդ ձևի ոտնձգություն անողների դեմ։ Դրա համար հետո խոսքը ասում, որ ոչ մի բանի երեսին տղամարդիկ չեն կարողանում նայեն, երբ որ հանկարծ ինչ որ մեկը կպել է իրանց տանը կամ իրանց տան անդամին։ Ուզում եմ, որ դուք այս բաները տեսնեք, սկզբունքներ, Աստված վերցրեց կողոսկրից, Աստված գաղտնի ձևով այդ ամեն ինչը արեց, որ Ադամը չտեսնի այդ process-ը, Աստված մարդ-մարդ հարաբերություն բերեց կնոջ միջոցով, Աստված ընտանիքի հաստատությունը բերեց կնոջ միջոցով։ Հետո մենք տեսնում ենք, որ որդեծնություն նաև եկավ կնոջ միջոցով, եւ հետո տեսնում ենք այդ ամեն ինչի վրա Աստված տղամարդուն դրեց ինչպես պատասխանատու, որ ինքը պահի ու պաշտպանի։ Ոչ թե իշխի, պահի ու պաշտպանի, ոչ թե փչացնի, պահի ու պաշտպանի, որ եթե դու կարաս ուրիշի կնոջ հետ հարգալից խոսած, բայց քո կնոջ հետ անարգալից խոսած, շատ վտանգավոր բան ես անում։ Եթե կարաս դու շատ համեստ խոսած ուրիշի կնոջ հետ, բայց քո կնոջ հետ թույլ տաս քեզ բարկանալ, դու ապաշխարության կարիք ունես։ Վտանգավոր է բաները։ Մենք պետք է հասկանանք, որ այդ ամեն ինչը մենք պաշտպանում ենք, ոչ թե գոռում ենք, ոչ թե բարկանում ենք, ոչ թե փչացնում ենք, այլ պաշտպանում ենք։ Այսքանով արժևորել էր Աստված, երբ որ ստեղծեց Եդեմական պարտեզում այս ամեն ինչը։